Ողջույն, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Նապոլեոն Բոնապարտն ասել է, ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի արկայծումը գերադասում է արեգակի փայլից։ Այսօր մեր եթերում դիտենք. Ինչքան գումար է պետք ունենալ ամենաշքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելու համար։ Ինչու Հնդկաստանի ամենահարուստ մարդը հրաժարվեց ապրել իր 27 հարկանի առանձնատանը։ Ինչքան արժեն աշխարհի ամենաթանկարժեք հուշարձանները։ Էյֆելյան աշտարակից մինչ Միլանի մայր տաճար։ Հյուրանոցներն աշխարհում շատ են, սակայն յուրաքանչյուր երկիր զբոսաշրջության զարգացման եւ երկրի բյուջեն հարստացնելու նպատակով անդադար նոր եւ ավելի շքեղ հյուրանոցներ է կառուցում։ Բուրջ Ալ Արաբը համարվում է ամենաթանկարժեք եւ շքեղ հյուրանոցը աշխարհում։ Այստեղ չկան սովորական համարներ։ Բոլոր 202 համարներն էլ լյուքս կարգի են։ Բոլոր սենյակները 2 հարկանի են։ Ամենափոքր սենյակի մակերեսը 170 քառակուսի մետր է, իսկ ամենամեծը 780։ Ամենաէժան համարում գիշերելը արժե մոտ $1500։ Այն աշխարհի միակ 7 աստղանի հյուրանոցն է եւ համարվում է նաեւ Դուբայի խորհրդանիշը։ Մուհամմեդ Շեյխը, Դուբայի ղեկավարը, հասկանում էր, որ туриզմի զարգացման համար էմիրություններին անհրաժեշտ է ճանաչվող խորհրդանիշ, ինչպիսին է Փարիզի Էյֆելյան աշտարակը կամ ԱՄՆ-ի Ազատության արձանը։ Այդ նպատակով նա հրավիրեց անգլիացի ճարտարապետ Թոմ Ռայթին։ Հյուրանոցը առագաստի տեսքով կառուցելու միտքը նրա մոտ շատ հանկարծակի առաջացավ։ Նա նստած էր բարում եւ գարեջուր էր խմում, երբ պատուհանի կողքով անցավ առագաստով մի նավ։ Թոմը բղավեց Էվրիկա եւ որոշեց հյուրանոցը կառուցել առագաստի տեսքով, որը անգամ երեխան կարող է նկարել։ Այս հյուրանոցի կառուցումը շատ դժվարությամբ տրվեց, քանի որ շենքի ճակատային մասը պատրաստված է հատուկ կտորից, որը պատված է տեֆլոնի կրկնակի շերտով։ Օրվա ընթացքում այն վառ սպիտակ գույն է արձակում, իսկ գիշերը վերածվում է հսկայական մի էկրանի, որի վրա արտացոլվում է գիշերային երկինքը։ Բուրջ Ալ Արաբ հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Այն գտնվում է արհեստական կղզու վրա եւ ցամաքի հետ կապը հաստատվում է կամուրջի միջոցով։ Կամրջի հենց սկզբում պահակակետ կա։ Համարները ապահովված են ամեն տեսակի հարմարությամբ եւ շքեղությամբ, անձնական համակարգչով, ինտերնետով։ Համարներում ամբողջ պատի երկայնությամբ պատուհաններ կան, որոնք նայում են ծովին։ Ավելի հարուստ հյուրերի համար ծովի մակերևույթից 200 մետր բարձրության վրա կառուցված է ուղղաթիռների համար նախատեսված տարածք, որը կարելի է օգտագործել նաև որպես թենիսի կորտ։ Շքեղ հյուրանոց կարելի է համարել նաև Սառցե հյուրանոցը, որ ավելի շուտ շքեղ է իր յուրահատկությամբ։ Ջերմաստիճանը սենյակներում 5-ից 8 աստիճան ցուրտ է։ Հյուրանոցում նաև Սառցե մատուռ կա, որտեղ անց են կացնում հարսանեկան եւ մկրտության արարողություններ։ Դրությունը փոքր-ինչ փրկում են գետնին փռած մորթիները, սակայն ամեն դեպքում գիշերողներին խորհուրդ է տրվում քնել տաք ու հաստ քնապարկերի մեջ։ Ունի 2 ռեստորան, որտեղ կոկտեյլները մատուցվում են հատուկ սառույցից պատրաստված բաժակների մեջ։ Հյուրերը կարող են ձյունագնացներով, դահուկներով կամ եղնիկներով էքսկուրսիայի գնալ հյուրանոցում։ Այս հյուրանոցն ամեն տարի տարբեր տեսք ունի, քանի որ ամեն տարի այն նորից է կառուցվում։ Գոյատևում է ընդամենը 5 ամիս, գարնան գալուն պես հալվում է։ Նրա անվանումը հենց այնպես չի ընտրված, քանի որ ամեն ինչ, նույնիսկ անկողինը պատրաստված է սառույցից։ Ամեն առավոտ հյուրերին սպասում է տաք թեյ։ Սենյակները դռներ չունեն, ճամպրուկները պահվում են հատուկ պահվող խցիկներում։ Այս հյուրանոցում 1-ից 2 օր է խորհուրդ տրվում ապրել։ Շատ ավելի հարմար է ամեն դեպքում ապրել տաք քոթեջներում։ Ամենաթանկ հյուրանոցը համարվում է Աթենքի Royal Villa Grand Resort-ը։ Այս հյուրանոցի ամենաթանկ համարի մի գիշերվա արժեքը կազմում է $50,000։ Հյուրանոցի բնակիչները ունեն իրենց անձնական սեղանապետը, շեֆ-խոհարարը եւ դաշնակահարը։ Համարներում կան հիդրոմերսող լոգարաններ եւ սենյակից տեսարան է բացվում դեպի Էգեյան ծով։ Սենյակում կա նաեւ մեծ հանդերձասրահ, մարմարե բաղնիկ եւ սեփական տերաս։ Էքսկուրսիաների մեջ է մտնում այցելությունը հունական կղզիներ, հյուրանոցի սեփական ինքնաթիռով։ Կառուցման համար ծախսված գումարի չափով ամենաթանկարժեք հյուրանոց համարվում է Աբու Դաբիում գտնվող Emirates Palace հյուրանոցը։ Այն բացվել է 2005 թվականին եւ արժեցել է $3 միլիարդ։ Կահավորանքը, որի մեջ գերակշռում է ոսկին, արծաթը, մարմարը, զարդարված է 1002 Սվարովսկու քարերով, լուսամփոփներով։ Հյուրանոցն ունի 2 լողավազան, ջրային ատրակցիոններ, սեփական ծովափ, որի երկարությունը 1.3 կիլոմետր է եւ ուղղաթիռի տարածք։
2012 թվականի հուլիսից այստեղ սկսվել է համաշխարհային դասի ֆուտբոլային դաշտի կառուցումը FIFA-ի առաջնությունների անցկացման համար։ Այս հյուրանոցի բոլոր 394 համարները զարդարված են ոսկյա տերևներով եւ մարմարով։ Ամենաբարձր հյուրանոցային համարները պատկանում են Շանհայի Park Hyatt հյուրանոցին։ Սրա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հրաշալի տեսարան է բացվում Խուանպու գետի եւ քաղաքի վրա։ Հյուրանոցի սպա կենտրոնը հայտնի է նաեւ Չինաստանի սահմաններից շատ հեռու։ Անշարժ գույքի գների անկման դեպքում աշխարհում կան մի քանի յուրահատուկ տներ, որոնց գները երբեք չեն իջնում եւ միայն ամենահարուստ եւ ազդեցիկ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ապրել այդտեղ։ Ամենաթանկ մեկ սենյականոց բնակարանը գտնվում է Տոկիոյի էլիտար թաղամասերից մեկում՝ Մինամի Ասաբուում եւ կոչվում է The House։ Գործակալները այն գնահատում են 21 միլիոն 800 հազար դոլար։ Այս տան ընդհանուր մակերեսը 411 քառակուսի մետր է, որն ընդամենը մեկ սենյակ է։ Գրեթե ողջ կահավորանքը արված է Իտալիայում։ Պատերը, դռները իտալական քարից եւ փայտից են պատրաստված, որը բերված է հատուկ պատվերով։ Խոհանոցը ճապոնական է եւ խոհարարը կարող է հյուրերին ծառայել անմիջապես խոհանոցից։ Ներսում ամեն ինչ նկարազարդված է ճապոնացի հայտնի նկարիչ Հիրոշի Սենջուի աշխատանքներով։ Բնակարանը կուրախացնի կոշիկի սիրահարներին, քանի որ զգեստապահարանում նախատեսված է 200 զույգ կոշիկի տեղ, ինչ է նշանակում լինել հարուստ, երբ դու կարող ես պատվիրել 27 հարկանի սեփական տուն եւ չապրել այնտեղ միայն նրա համար, որ այն կառուցված է ֆենշուի համաձայն։ Մումբայի կենտրոնում երկնաքեր կառուցելով նրա տերը, ով համատեղության կարգով նաեւ Հնդկաստանի ամենահարուստ մարդն է, Մուքեշ Ամբանին, հրաժարվեց այդ տան մեջ ապրել միայն նրա համար, որ 3 ուղղաթիռային տարածքով 6 հարկանի ավտոկայանով, թատրոնի եւ կախովի այգիներով այդ տան կառուցման ժամանակ հաշվի չէր առնվել ֆենշուի ուսմունքը։ Նրա բարձրությունը կազմում է 173 մետր, իսկ ներքին տարածքը 3716 քառակուսի մետր։ Մոտավոր արժեքն է 1 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ի ամենաթանկ բնակարանները One 57 շենքի 2 մասից բաղկացած այսպես կոչված պենթհաուսներն են։ Նյու Յորքում այն վաճառվում է 115 միլիոն դոլարով։ Աշտարակը համարվում է արվեստի գլուխգործոց։ Ճակատային մասի կասկադային դիզայնը ստեղծում է շարժման պատրանք։ Ծառայությունների մեջ մտնում են շուրջօրյա սպասարկումը, փակ տոնախմբությունների եւ բանկետային սրահները, գրադարանը, ակվարիումով բիլիարդի սրահը եւ արհեստանոց։ Երբ խոսքը գնում է անշարժ գույքի մասին, բոլոր հայտնի մարդիկ ձգտում են ապրել իրար կողք կողքի։ Նրանք պատրաստ են միլիոններ վճարել միայն նրա համար, որպեսզի ձեռք բերեն տուն հենց այդ էլիտար հատվածում։ Նմանօրինակ է Մալիբու Քոլոնին Կալիֆոռնիայում։ Այն կառուցվել է 1920-ական թվականներին, որը շատ արագ դարձավ հոլիվուդյան էլիտայի սիրելի վայրը։ Այսօր արդեն այստեղ ապրում են օսկարակիրների մեծ մասը։ Ներկայում այստեղ իրենց բնակարաններն են վաճառում Լեոնարդո Դիկապրիոն եւ Ջիմ Քերին։ 2012 թվականի նոյեմբերին Դիկապրիոն վաճառքի հանեց իր Մալիբուի տունը 23 միլիոն դոլար արժողությամբ, 75,000 դոլարով վարձատրության անհաջող փորձից հետո։ Այս գնով գնորդը ձեռք կբերի 4 սենյակ ունեցող գլխավոր տունը, հյուրերի համար առանձին 2 ննջարանով տունը եւ երրորդ տունը, որի մեջ են գտնվում մարզադահլիճը, մեդիա սենյակը եւ գրասենյակը։ Այս ամենը տեղակայված է 2023 քառակուսի մետր տարածքում։ Քրիստինա Ագիլերայի Բևերլի Հիլզի տունը արժե 13 միլիոն 500 հազար դոլար։ Այս վարդագույն տունը 929 քառակուսի մետր է, 6 ննջարանով, 9 բաղնիքով, գեղեցկության սրահով եւ լողավազանով։ Իսկ հյուրերի տանը գտնվում է նաեւ ձայնագրման ստուդիա։ Ribolovlev Estate-ը արժե 95 միլիոն դոլար։ Այն երկրի ամենաթանկ ընտանեկան տունն է։ Այն բանից հետո, երբ ամերիկացի գործարար միլիարդատեր Դոնալդ Թրամփը գնեց այս տունը, այն դարձավ նաեւ ամենաթանկը ամուսնալուծությունների պատմության մեջ։ Պալատը, որի մակերեսը 3065 քառակուսի մետր է եւ որը օվկիանոսի ափից մի քանի քայլի վրա է գտնվում, դարձավ դատական գործի առիթ, քանի որ Թրամփի նախկին կինը Ելենա Ribolovlev-ն այն պահանջեց ամուսնական դավաճանության համար։ Տունն ունի 18 ննջարան, 22 լոգասենյակ եւ սկզբնականում վաճառքի հանվեց 125 միլիոն դոլարով։ Չնայած որ Ֆլյուր Դելիսը համարվում է ամենաթանկ պալատը աշխարհում, այն ունի 3809 քառակուսի մետր եւ 15 ննջասենյակ։ Սակայն ամեն ինչից դատելով չունի ոչ մի լոգասենյակ, որը հավանաբար ճարտարապետի բավականին մեծ թերացումն է։ Համաձայն Վիկիպեդիայի ԱՄՆ ամենաթանկ արժեք տունը արժե 150 միլիոն դոլար։ Այս տունը 5202 քառակուսի մետր է եւ ունի 123 սենյակ, բոուլինգի սրահ, սառցադաշտ, իսկ պալատի մի ամբողջ թևը զբաղեցնում է
տանտիրուհու զգեստապահարանը։ Սարի բարձունքին գտնվող 155 միլիոն արժողությամբ այս տունը յուրահատուկ է երկու պատճառով։ Առաջին հերթին այն ունի մասնավոր վերելակ, որի շնորհիվ տնից անմիջապես կարելի է դուրս գալ մոտակա դահուկասահքի դաշտը, եւ երկրորդը, քանի որ այն մեր ցուցակում միակն է, որը չի ձգտում լինել ամենաթանկարժեքը, այլ ընդամենը շատ յուրահատուկ է։ Ֆրանչուկ վիլլան, որը 5 հարկանի է եւ կառուցված է վիկտորիանական ոճով, ունի 10 առանձնասենյակ, որտեղ կա նաեւ ստորգետնյա փակ լողավազան եւ մասնավոր կինոթատրոն։ Այն համարվում է ամենաթանկարժեք տներից մեկը։ Արժե $161 միլիոն։ Hearst պալատը, որն արժե $165 միլիոն, առանձնանում է մի քանի յուրահատկությամբ։ Առաջինը, այն օգտագործվել է Կնքահայրը ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Երկրորդը, այստեղ իր մեղրամիսն է անցկացրել Ջոն Քենեդին։ Այն ժամանակին եղել է ԱՄՆ ամենաթանկարժեք պալատը։ Ունի 2 լողավազան, 29 ննջասենյակ, կինոթատրոն եւ դիսկո ակումբ։ Վիլա Լեոպոլդան արժե $136 միլիոն։ Այն գտնվում է ֆրանսիական Ռիվիերայում։ Կառուցվել է 1902 թվականին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի կողմից։ Վիլլան ունի 27 թաթերահարկ, 19 ննջասենյակ եւ մոտ 50 այգեպաններ։ Այս ամենը այժմ պատկանում է ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին։ Եվրոպայի մշակույթի պատմության ամենաթանկ հուշարձանների վարկանիշները կազմելուց հաշվի են առնվել ճանաչվածությունը, վիճակը, ինչպես նաև այն զբոսաշրջիկների այցելությունները, ովքեր ժողովրդականություն են վայելում։ Էյֆելյան աշտարակը գնահատվել է 434 միլիարդ եվրո։ Այն համարվում է հին աշխարհի ամենաթանկ կառույցը։ Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ։ Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը։ Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կորիզենի եւ Էմիլ Նուգենինն էր։ Ճարտարապետի կողմից այն կոչվել է 300 մետրանոց աշտարակ։ Ներկայումս այն կոչվում է նաեւ Ֆրանսիայի երկաթետիկին։ Աշտարակի ծանրությունը 10,000 տոննա է։ Ամեն տարի մոտ 6 միլիոն 500 հազար մարդ բարձրանում է նրա գագաթին։ Բացումից մինչ 2009 թվական ավելի քան 236 միլիոն մարդ այցելել էր աշտարակ։ Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը կայսերական Հռոմի վիթխարի եւ հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մեր թվարկության 57 թվականին, իսկ Տիտոսը ավարտել է 80 թվականին։ Իր անունը ստացել է Կոլոսիում կամ Կոլոս բառից, որը հունարեն է եւ նշանակում է հսկա, մեծ։ 8-րդ դարից այն կոչվել է Կոլիզեյ, կամ իր հսկա չափսերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Եթե Իտալիան որոշեր վաճառել Կոլիզեյը, երկրի բյուջեն կհարստանար 91 միլիարդ եվրոյով։ 112 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ցուցակի մեջ ներառված է նաև հանճարեղ Անտոնիո Գաուդիի նախագծած, բայց դեռևս անավարտ Սուրբ ընտանիքի տաճարը։ Ցուցակում ներգրաված են նաև անգլիական 2 պատմամշակութային համալիրներ՝ մայրաքաղաքի Լոնդոնյան Թաուերը եւ Ուիլտշայր նահանգի Սթոունհենջը։ Լոնդոնյան Թաուերը, որը տարեկան գրավում է 2 միլիոն զբոսաշրջիկի, գնահատվել է 88 միլիարդ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Իսկ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը Սթոունհենջը 13 միլիարդ ԱՄՆ դոլար։ Լոնդոնյան Թաուերը թագավորների ապաստարանն էր։ Հետագայում դարձել է բանտ, իսկ այժմ աշխարհում ամենահայտնի եւ սիրելի տեսարժան վայրերից է։ Մադրիդյան Պրադո թանգարանը եվրոպական գեղարվեստի ամենանշանակալից եւ մեծագույն թանգարանն է։ Կառույցը ուշ իսպանական կլասիցիզմի վառ օրինակ է։ Հենց այստեղ են պահվում Բոսխայի, Վելասկեսի, Գոյայի, Մուրիլյոյի, Սուրբարանի եւ Էլ Գրեկոյի քիչ թե շատ ամբողջական հավաքածուները։ Իմիջայլոց թանգարանի գնի մեջ չի հաշվարկվում այստեղ պահվող նկարների եւ քանդակների արժեքները։ Դրանց հետ միասին թանգարանի գինը հնարավոր չէր լինի հաշվել։ Անգլիայի կենտրոնում գտնվող Սթոունհենջ քարից հուշարձանը իրավականորեն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ամեն տարի այն տեսնելու են գալիս միլիոնից ավել զբոսաշրջիկներ։ Մինչ այսօր անհայտ է, թե ով, ինչպես եւ ինչի համար է կառուցել այս հուշարձանը։ Սակայն նրան մոտ գտնվող յուրաքանչյուր ոք զգացել է այդ քարերից դուրս ժայթքող էներգիան։ Միլանի մայր տաճարը, որը կառուցված է սպիտակ մարմարից, համաշխարհային ճանաչում ունի եւ իր մեծությամբ 4-րդ տաճարն է աշխարհում։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում եւ համարվում է քաղաքի խորհրդանիշ։ Արժեքը 102 միլիարդ 900 միլիոն ԱՄՆ դոլար է։ Ապրեք շքեղ եւ մի մոռացեք, որ դա էլ իր սահմաններն ունի եւ մեր երկրում կիրառվում է շքեղության հարկը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Միշտ նոր հանդիպում։